Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը համակարգային եւ նպատակային քայլեր է ձեռնարկում կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողության մեխանիզմները հանցավոր ցանցերի բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ։ Չափազանց կարեւոր էր, որ այս տարվա մայիսին կառավարությունը հաստատեց թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը եւ դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ Արփինե Սարգսյանը դեռևս 2024 թվականին ելույթ ունենալով ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստում Հայաստանի անունից հանդես էր եկել հանձնառությամբ մշակելու թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը։ Թմրամիջոցների դեմ պայքարի քաղաքականության միջազգային բոլոր պարտավորությունների կատարումն ընդլայնելու եւ թմրամիջոցների չարաշահման, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի մշակման եւ արտադրության, ինչպես նաեւ այդ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ռեկորդային ծավալների մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ինչպես նաեւ 2019 թվականի նախարարական թիվ 2 հռչակագրի ընդգծմանը համապատասխան, ես պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության անունից մշակել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը։ Ռազմավարության ընդունմամբ սկիզբ է դրվել նոր քաղաքականության հիմնված կանխարգելման, բուժման, վերահսկողության եւ վերաինտեգրման սկզբունքների վրա։ 2025 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 173 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 134 կիլոգրամով ավելի։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում ներքին գործերի նախարարությունը շեշտը դրել է արտադրության եւ ներմուծման շղթայի վրա, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակն առավել վերահսկելի պահել։ Այս համատեքստում ներքին գործերի նախարարության ոստիկանությունը առանձնահատուկ կարևորում է հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ներքին գործերի նախարարությունը սերտորեն համագործակցում է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ներպետական այլ իրավապահ մարմինների հետ, ապահովելով համադրված եւ համակարգված մոտեցում։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ արդյունավետ պայքարը հանրային անվտանգության հարց է, քանի որ այս հանցատեսակը ուղիղ հարվածում է բնակչության առողջությանը։ Ներքին գործերի նախարարությունը եւս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը թմրամիջոցների զերծ, անվտանգ եւ առողջ հասարակություն ձևավորելուն։ Հունիսի 24-ին համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Նորքի այգիներում մի կին պատրաստվում է թմրանյութով փաթեթներ տեղադրել։ Ժամը 13:40-ին Նորքի այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կինը ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերված շինարարական ձեռնոցում կար զիպ փականով 40 փաթեթ, տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող տեղնականաչափուն զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը մոտ 65 գրամ էր։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հայաստանի գրողների միության դահլիճում հունիսի 24-ին տեղի ունեցավ ստեղծագործում են ոստիկանության վետերանները խորագրով գրական երաժշտական ցերեկույթ։ Միջոցառումը նվիրված էր Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության հիմնադրման 55-ամյակին։ Այն կազմակերպվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների վետերանների խորհրդի նախաձեռնությամբ։ Մասնակցում էին ոստիկանության ստեղծագործող վետերաններ, ներքին գործերի նախարարության համակարգի ծառայողներ, մտավորականներ ու հյուրեր։ Վետերանները ներկայացրեցին իրենց ծառայողական եւ ստեղծագործական ուղին, այն ներդրումը, որ ունեցել են ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ մշակութային կյանքում։ Ներկա էին նաեւ վետերանների թոռները, նրանք հանդես եկան պապերի գրական ստեղծագործություններով, միջոցառմանը հաղորդելով ջերմ ու հուզիչ մթնոլորտ։ Ներկաներին ողջույնի եւ գնահատականի խոսքեր հղեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը եւ միության անդամ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Համագործակցության համար նրանք պարգևատրվեցին Հանրապետության ոստիկանության վետերանների խորհրդի շնորհակալագրերով։ Կառավարությունն իրազեկում է
Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան։ Կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարվող ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բաց կրակից, այրել չոր խոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր կամ ծառերի ճյուղերի կապուկ, թացակուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Որպես հիշեցում, վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 նապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդները ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարքների բուսականությունը, գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 նապատիկից 300 նապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիլ։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ եւ ձայնային արձանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճոդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 նապատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժենալ։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։